ընկերներ, հուսամ դուք լավ եք։ Ինչպես տեսնում եք, ես ակտիվորեն բլոգներ եմ տեղադրում, փորձում եմ լինել ակտիվ։ Ինձ ամեն օր նոր մարդիկ են միանում, ճիշտ է քիչ-քիչ, դանդաղ, բայց հստակ քայլերով ընթանում ենք առաջ, ինչի առիթով շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ ձեզ, որ միացել եք իմ ալիքին, ինձ հետ միասին կիսում եք իմ օրը, կյանքիս ընթացքը ու միասին դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Իսկ նախորդ կադրերի հետ կապված եկել եմ մի փոքրիկ պարզաբանեմ, թե ինչ էր կատարվում նախորդ կադրերում ու ինչ եմ որոշել ես մազերիս հետ կապված, հա։ Որոշել եմ անել մազերի խնամք, խորը խնամք, լուրջ զբաղվել մազերիս խնամքով, պրոֆեսիոնալ խնամքով։ Ինչի եմ ասում պրոֆեսիոնալ, որովհետև ես առհասարակ տանը ինքս շատ լուրջ ու հատուկ տեղ եմ զբաղեցնում մազերի խնամքին, տարբեր յուղեր, դիմակներ եւ այլն, բայց մազերս այնքան վնասված են, խորը վնասված են, որ իսկապես մասնագետի աշխատանք է պետք, որովհետեւ 2-2.5 տարի առաջ, եթե այստեղ գտնեմ նկարը անպայման կտեղադրեմ, թե ինչպիսին էր իմ մազերը, ես ունեի բնական, սև, երկար, փարթամ առողջ մազեր ու ոչ մասնագետի մոտ հայտնվելով, սխալ գունաբացման հետևանքով ես կորցրեցի իմ առողջ երկար փարթամ մազերը, այո 12%-ով ոչ մասնագետը գունաբացեց իմ բնական մազերը ու վառած, փշրած հանձնեց ինձ։ Երկար ստրեսային ընթացք եմ անցել, եթե անկեղծ, որովհետև ես իմ մազերին առհասարակ շատ մեծ տեղ եմ հատկացնում ու շատ լուրջ զբաղվել եմ միշտ ու հիմա էլ եւս շարունակում եմ զբաղվել մազերիս խնամքով ու եթե չզբաղվեի, հիմա նույնիսկ այս մազերը չէր լինի, կլինեի ուղղակի ճաղատ, բայց այդուհանդերձ շատ ստրեսային էր կորցնել նման երկար փարթամ առողջ մազերը, բնական մազերը ունենալ այն, ինչ հիմա ունեմ ես։ Դե արդեն իսկ որոշել եմ լուրջ զբաղվել, հա, մասնագետի օգնությամբ զբաղվել խնամքով, վերականգնել իմ մազերը, առողջ մազեր ունենալ, այդպես։ Հիմա արդեն երկրորդ այցն էր ինձ մոտ, առաջին անգամը կտրել ենք մազերս, հնարավորինս մաքրել է, վնասված այդ հատվածները հեռացրել է, որոշակի խնամք է արել ու ներկել էինք մազերս, իսկ երկրորդ այցին արդեն հստակ որոշել էինք, որ անելու էինք մազերի խորը խնամք կետապային ու այդպես էլ արեցինք ու պիտի խոստովանեմ, որ այդ խնամքից հետո մազերս աներևակայելի փափուկ են, այսպես մազերս վնասումից հետո ես չէի կարողանում այսպես սահուն անցկացնել, իսկ հիմա այնքան սահուն է անցնում, որ անընդհատ ուզում է սենց սահեցնել մատերով խաղալ ու այդպես իհարկե դեռ մեկ անգամ եմ արել, բայց ինքը շատ թանկ հաճույք է այդ խնամքը, բայց որոշել եմ ժամանակ առ ժամանակ այդ խնամքը անել, որովհետև իսկապես արդյունքը գոհացնող է։ Եվ նաև մասնագետի մոտից վերցրել եմ հատուկ կոնդիցիոներ, բալզամ, պրոֆեսիոնալ բալզամ, որը մեկ անգամ եմ դեռ օգտագործել ու աներևակայելի գոհ եմ, աներևակայելի մազերիս փափկություն, փայլ է հաղորդել, այն որ չեմ ափսոսացել, որ գնել եմ այդ բալզամ կոնդիցիոները։ Այդպես, սա էլ մազերիս հետ կապված իմ որոշման մասին, իհարկե տանը նույնպես շարունակելու եմ տարբեր յուղեր, դիմակներ, բայց դրա հետ զուգընթաց անպայման մասնագետի հետ միասին մասնագետին լսելով հուսամ կհասնեմ իմ բաղձալի երազած մազերին, ունենալ առողջ, փարթամ ու երկար մազեր։ Հաջորդ այցին պետք է անենք մազերի ներկում, ես իհարկե մտածում եմ, որ կարելի է մքեցնել, բայց մասնագետը խորհուրդ է տալիս չշտապել, որովհետև մքեցնելը կա ու կա, տեսնենք ինչպես կստացվի, դե դուք էլ ինձ հետ եք անպայման ընթացքին տեղյակ կլինեք։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, երևի այս վլոգը այսքանով կամփոփենք, իսկ դուք մնացեք բարով եւ խաղաղությամբ, կհանդիպենք հաջորդ վլոգում։ Պակա։